Այս ամենը վնասելու է ոչ միայն Սիբիրին, այլ նաև ամբողջ աշխարհին։ Եթե Սիբիրի մագմային խտանյութի ժայթքումը տեղի ունենա ըստ առաջին սցենարի, որը ամենավտանգավորն է մարդկության համար, դրա արդյունքում մագմայի հեղուկի ուժեղ ժայթքումից կառաջանա ոչ միայն լավայի մեծ արտահոսք, այլ նաև ամբողջ տարածաշրջանը կծածկվի մոխրի խտանյութով, որը ամբողջ կենդանական աշխարհի համար մահացու վտանգավոր է։ Այդպիսի մոխիրը մարդկանց թոքերի մեջ կառաջացնի ցեմենտանման կուտակումներ, որը անխուսափելիորեն կհանգեցնի մահվան ելքի։ Գիտնականների հաշվարկներով, երբ սուպերվուլկան Ելոուստոնը ժայթքել է, որը եղել է ամենամեծ ժայթքումը պատմության մեջ, և դրանից հետո 400 կմ շարավով տարածքը ծածկվել է մոխրի խառնուրդով։ Իսկ հիմա կանխատեսումները ցույց են տալիս, որ եթե Սիբիրի մագմատիկ գետերը ժայթքեն ընթերքից, ապա 9000 կմ շարավով տարածք կգրավի 255 միլիոն քառակուսի կիլոմետր, որը հավասարազոր է 260 անգամ Հայաստանի տարածքը բազմապատկած։ Սիբիրյան լավայի ժայթքումից հետո շղթայական ռեակցիայով տեղի կունենան շատ ծանր աղետներ։ Ցունամիներ, 10 բալանոց երկրաշարժեր, կակտիվանան սուպերհրաբուխները ամբողջ մոլորակի տարածքով։ Եթե լինի անտարբերություն ու անգործություն այս հարցի շուրջ, դա կբերի կատաստրոֆիկ հետևանքների մարդկության համար։ Դրա համար էլ շատ կարևոր է դիմել բոլոր գիտնականներին, որ ամբողջ ներուժը ուղղվի դեպի այս խնդրի լուծումը։ Դրա համար հարկավոր է, որ ամբողջ մարդկությունը համապատասխան միջոցներ ձեռնարկի Սիբիրյան ընթերքի մագմատիկ գետերի օջախները գազազերծելու համար, որպեսզի թուլանա ընթերքից եկող ճնշումը և կասեցվի աղետները։